Երևանն ու Մոսկվան հաղթահարել են փոխադարձ անվստահության կամ վիրավորանքի փուլը։ Լավրովի մեսիջներից մեկն է, որը հնչեց Հայաստանում։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետի այցը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը երկու երկրի հարաբերություններում ռիսկերը կառավարելու փորձ է որակում։ Հեռու եմ այն մտքից, որ մեկ նախարարական այցը, ինչքան էլ նախարարը ազդեցիկ է, կարող է կուտակված խնդիրները լուծել եւ հայ-ռուսական հարաբերությունները դուրս անել այդ ճգնաժամային վիճակից, բայց այնուամենայնիվ արձանագրենք, որ լարվածության որոշակի մեղմացում նկատվում է, երկուստ է ընդ որում։ Հայաստանում գեներացվող հակառուսական ալիքը մեղմելու այս դրսևորումը քաղաքագետը կապում է մի քանի գործոնի հետ։ Նախ Փաշինյանը հասկանում է, որ Սպիտակ տուն Թրամփի վերադարձից հետո այլ են ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Երկրորդը մոտենում են ընտրությունները, ինչքան էլ ռետորաբանությունը այլ լինի, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ որոշակի մարտահրավերներ կարող են գալ հյուսիսից, եթե շարունակի ինքնույթին շարունակեն նման կամ նախորդ ամիսների ամբարտավան կեցվածքը, սա ինքնին նրան ստիպում է որոշակի մեղմացման գնալ ռետորաբանության մեջ, վարքագծի մեջ։ Լավրովը այցի ընթացքում առանձնակի կարևորեց 3+3 ֆորմատի ներուժը։ Ռուսաստանը դեմ չէ, որ այս ձևաչափով հաջորդ հանդիպումները լինեն Հայաստանում ու Ադրբեջանում։ Այդ ֆորմատը պահելու են իրենք ակտիվ, այստեղ անշուշտ որևէ տարակույս չկա։ Իդեպ ի վերջո պիտի մենք հասկանանք, որ հենց այդ ֆորմատում են լուծվելու ռեգիոնի բոլոր կարևոր խնդիրները։ Քաղաքագետի կարծիքով տարածաշրջանային կայունության տեսակետից կարևոր կլինի, որպեսզի բանակցային գործընթացը լինի նոյեմբերի 9-ի համատեքստում, սակայն այս սցենարը քիչ հավանական է։ Բաքուն ամեն ինչ անում է, որ Հայաստանի հետ ուղիղ բանակցություններ լինեն, որ կարողանա կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզ պարտադրել Երևանին։ Եթե Բաքվի դիրքորոշումը շատ հստակ է ու պարզ է եւ իրենց ձեռնտու է առանց միջնորդների բանակցությունները, պաշտոնական Երևանի համար ուղղակի դա շատ վատ հետևանքներ բերող գործընթաց է դառնում։ Զարմանում եմ, որ պաշտոնական Երևանը կրկնում է նույն թեզը, որ հնչում է Բաքվից։ Թույլ երկրին, պարտված երկրին ուժային դիսբալանսի պայմաններում միջնորդները պետք են, որպեսզի զսպեն ագրեսիվ օրակարգ ունեցող երկրի ագրեսիվ պահանջները։ Հայաստանի իշխանությունը Լավրովի այցի համատեքստում ըստ էության արձանագրեց, որ ռազմավարական հարաբերությունները վերանայելու խնդիր չունի։ Նաև պարզվեց, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։ Այդ ուղղությամբ բանակցություններ էլ չեն վարում։ Սա աշվում է նույն իշխանության ներկայացուցիչը, որը ոչ թե հայտարարության, հռչակագրի, այլ իմպերատիվ ուժ ունեցող օրենքի մակարդակով ընդունել է ԵՄ-ին Հայաստանի համանդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Ես շատ ուրախ եմ, որ Արարատ Միրզոյանը երեք ռացիոնալ հայտարարություն արել։ Շատ տխուր եմ, որ չեմ կարող վստահ լինել դրա հետևողականության մեջ։ Մեկնաբանելով Հայաստանի իշխանության իրարամերժ հայտարարությունները, Սուրենյանցը նկատում է, որ առաջին անգամ չէ, որ նրանք նման հայտարարություններ են անում, կախված հանգամանքից, թե որ երկրի մայրաքաղաքում կամ որ երկրի պատվիրակության առջև են հանդես գալիս։ Իհարկե Հայաստանի իշխանության վարքագծի վրա 100%-անոց ենթադրություններ անել անշնորհակալ գործ է, որովհետև չգիտենք օրինակ այս այցին ինչ կհաջորդի։ Հայ-ռուսական հարաբերություններում բովանդակային առումով նորություն կլինի այն ժամանակ, երբ նոր աշխարհակարգի ուրվագծերը հստակեցվեն։ Գլոբալ հարցերը կարգավորելուց հետո միայն կգա հայ-ռուսական հարաբերությունների նոր տրամաբանության ժամանակը։ Քաղաքագետի խոսքով առայժմ Մոսկվան գնում է հակասությունները կառավարելու ճանապարհով բոլոր այն տեղերում, որտեղ ազդեցություն ունի։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։